Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնու Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է, սակայն այս հանգստյան օրերին տեղի ունեցած այցելություններն այնքան էլ հանգիստ մթնոլորտում չեն անցել իշխող ուժի ներկայացուցիչների համար։ Փաշինյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը տեղի ունեցավ մետրոյում, որտեղ նա արցախցի մի կնոջ հետ վիճեց և կինը թույլ չտվեց երեխային նվիրել առանց Արցախի Հայաստանի քարտեզ կրծքանշանը։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու ես քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որև մեկը, կխոսեմ տենց ես հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Պարզվում է կինը, որի հետ վեճի էր բռնվել Փաշինյանը 1993 թվականին Արցախի ազատամարտում զոհված հրամանատար Մերուժան Մոսյանի դուստրն է, Արմինե Մոսյանը։ Մերուժան Մոսյանը եղել է Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, Հույդա Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, հետմահու պարգևատրել են մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Միջադեպին անդրադարձել են բազմաթիվ գործիչներ ու քաղաքացիներ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանն ընդգծել է, որ պետք չէ քարտեզը վերածել մանիպուլյացիայի գործիքի։ Նրա խոսքով մարդկանց սրտերում և ձգտումներում կա մեկ այլ քարտեզ, ոչ թե պատրանք, այլ բնական և արդար ձգտում, վերադառնալու այնտեղ, այն հայրենիք, որտեղ ծնվել են, ապրել ու արարել։ Միջադեպը քույրեր և եղբայրներ հռետորաբանության լիակատար մերկացումներ։ Մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից համակարգված թիրախ են դարձնում և պիտակավորում են տեղահանված մարդկանց, նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութը չափազանց շատ է։ Ասվել և ասվելու է, բայց նույնիսկ այս ամենն ասելուց հետո մնում է ծանր լռություն, որովհետև երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու ամբարո պայքար է տարվում մարդու հիշողության և բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։ Միջադեպին անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, պաշտպանը կոչ է արել բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումն իրականացնել պատշաճ զգայունությամբ, երաշխավորմամբ, հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը։ Միջադեպից ժամեր չանցած Փաշինյանը հերքել է իր խոսքերը, ասելով բացառվում է, որ զոհվածի դստեր հետ այդպես է խոսել։ Վարչապետ, այսօր զոհվածի աղջկա եք ասել թախած մետրոյի մեջ, ինչպես կմեկնաբան, ինչ եմ ասել։ Բացառված է, որ այդպես բան ասել։ Չասեցիք փախածներ, զոհվածի աղջկա եք ասել։ Ես տենց բան չի կարող ասել, եթե տենց է ընկալվել, սխալ է ընկալվել, եթե ինչ-որ մի բանն են չեմ ասել, ներողություն։ Իսկ հերքելուց հետո էլ ներողություն է խնդրել, ասել է թիմին խոստացել է, որ այլևս այսքան էմոցիոնալ չի լինելու։ Հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից և ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա և ես ուզում եմ Ես գիտեմ, որ դուք կմերժեք, և հետևից երկու կոպիտ բառ կասեք, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք սենց տեսախցիկը չէ, հեռախոսը, կամ եթե կուզեք տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք առանց էմոցիաների խոսենք, ես իմացեք, որ ձեր տրամադրության տակ եմ։ Սա միակ միջադեպը չէր, ՔՊ-ականների շրջայցը բավական լարված է անցել, քաղաքացու հետ լեզվակռիվը վերածվել է թեժ վեճի։ Այսօր Հայաստանը ո՞րն է ուզում։ Իմ պատկերացմամբ ամբողջական Հայաստան, Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Արցախ։
նույնիսկ կիլիկա, եթե մի մարդու պես, եթե մի մարդու պես, այո, եթե մի մարդու պես մի մարդու պես, երեխաները զոհվեցին, իսկ ով է այն մարդը, որը առանց զոհերի։ Ես ու իմ նմանները։ Ով է ձեզ, ով է ձեզ։ Ես եմ ինձ խոսք տալիս։ Պատերազմին որտեղ եք կռվել, հազար ներողություն։ Իսկ դու որտեղ ես եղել։ Ես չեմ եղել։ Դուք որտեղ եք եղել։ Բացովիցով Հայաստան եք ուզում ինքներդ կռվել, այդ ինչ որտեղ, թե չէ։ Դե ուրիշների արյան գնով եք ուզում մենակ։ Լավագույն ես պայքարել եմ, որտեղ եք։ Մոթրեք մեզ ասենք։ Ուշադրություն դրեք, ոչնչություններ։ Միքայել Սրբազան 9 ամսվա դադարից հետո մասնակցել է պատարագի 7 վերք եկեղեցում։ Հիշեցնեմ, որ վերջին նիստի ընթացքում դատարանը թույլատրել է մասնակցել կիրակտորյա պատարագներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցել ոչ։ Իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կիրակնորյա աղոթքի ժամանակ Արշակ arczepiskopos Խաչատրյանը շեշտել է, չի լինի որևէ արարք, որն անպատասխան կմնա։ Սրբազանը հորդորել է լինել սկզբունքային։ Իշել որպիտի մանան, բայց չվախենան։ Իշել որպիտի դատվեն, բայց երբեք չվախենան այդ դատաստանից, որովհետև այն մարդիկ, ովքեր դարձած են մնացել, գործել են հավատալին մնան քրիստոնեական իրենց դժմանը, նրանք դատաստանի ժամանակ ոչ թե հավիտենական կյանքան, այլ հավիտենական կյանք են կրակել։ Պատարագի ավարտից հետո ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II նորնել է Մայրաթորի բակում հավաքված մարդկանց։ Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեն թույլ չի տվել ամենայն հայոց կաթողիկոսին մասնակցել համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն ասել է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին Գարեգին II-ին պաշտոնապես հրավիրել էր մասնակցելու հոգեհանգստի արարողությանն ու պատարագին։ Զոհրաբյանի խոսքով նման որոշումը ոչ միայն անհիմն է, այլև կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը։ Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք արարողություններին։ Անհրաժեշտություն էր առաջացել Գարեգին B-ին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանից դուրս, Վրաստան։ Այս կապակցությամբ միջնորդություն էին ներկայացրել քննիչին։ Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ։
Միջադեպ է տեղի ունեցել Երևանի թիվ 131 դպրոցում մարտի 9-ին 8-ամյա աշակերտին սալջարդ ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացյան համալսարանական հիվանդանոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալով աշակերտներից մեկը հրել է դասընկերոջը գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։ Դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցել են քննչական կոմիտե։ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող 1995 թվականի ծնված դատապարտյալը փախել է հիմնարկից, ընթանում են օպերատիվ որոնողական միջոցառումներ։ Իսկ Արաբկիր բժշկական կենտրոնը հայտնել է, որ վերակենդանացման բաժնում գտնվող 1 տարեկան երեխան մահացել է։ Փոքրիկին հիվանդանոց էին տեղափոխել գրեթե մահամերձ։ Ըստ նախնական տվյալի, երեխային շուրջ 1.5 ամիս պարբերաբար ծեծել են, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Դատարանը 2 ամսով կալանավորել է փոքրիկին ծեծելու եւ սպանության փորձ կատարելու համար կասկածվող խորհրդմորը։ Ըստ լրատվամիջոցների, երեխայի կենսաբանական մայրը 26 տարեկան է, ունի 4 երեխա, նորից հղի է։ Նա պատմել էր, որ տղային թողել է նախկին ամուսնու մոտ, որ վարձով տուն գտնի։ Դատախազության փոխանցմամբ, սակայն երեխան այդ մարդկանց մոտ ապրել է առնվազն 3 ամիս։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Ալ-Մայադինի հետ զրույցում ասել է, որ Իրանը իրականացնում է նախապես պլանավորված բազմափուլ ծրագիր իսրայել-ամերիկյան ուժերի դեմ պատերազմում, ընդգծելով, որ ռազմավարությունը մշակվել է ամիսներ առաջ եւ իրականացվում է ռազմավարական մեծ համբերատարությամբ։ Նրա խոսքով տարածաշրջանի մի քանի երկրներ եւ միջնորդներ Թեհրանին են փոխանցել պատերազմն ավարտելու առաջարկներ, սակայն Իրանն ունի իր պայմանները։ Պատերազմի կրկնությունը կանխելու երաշխիքներ, տարածաշրջանից Միացյալ Նահանգների ռազմական բազաների դուրսբերում, Իսլամական Հանրապետությանը փոխհատուցման վճարում, պատերազմների դադարեցումը բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցի համար նոր իրավական շրջանակի ստեղծում, Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցների գործիչների հետապնդում եւ արտահանձնում։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է այն պատրանքը, որ Իրանը կարող է ջնջվել քարտեզից, ցույց է տալիս հուսահատությունը պատմություն կերտող ժողովրդի կամքի առջև։ Փեզեշքյանը կրկին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացառությամբ նրանց, ովքեր ոտնձգություններ են իրականացնում Իրանի տարածքի նկատմամբ։ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական հրամանատարության խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանի էներգետիկ կենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում թիրախ կդառնան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի բոլոր ենթակառուցվածքները։ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին էլ կոչ է արել Դոնալդ Թրամփին եւ Բենյամին Նեթանյահուին խուսափել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից։ Նրա խոսքով Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները պատկանում են Իրանի ժողովրդին եւ ազատ Իրանի ապագային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել իրանական էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։ Եվ վերջում եղանակի մասին Երևանում եւ շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք ժամ 12-ին առայժմ։